կյանքի իմաստ պիտի սարքես գեղեցիկը։ Հիմա կյանքի իմաստն է գեղեցիկը, չէ՞։ Այո, նույնիսկ լսի մենք երազում ենք ջինս հագնենք։ Մենք փոքր ժամանակ, չէ՞։ Այսօր մենք ջինս ունենք, բայց հագնում ենք պրոստը հագնելու համար, չէ՞, հագնելուց Մենք ուրախացի որ ջինս ես հագնում, կոշիկ ունեն, այո, մեզ նոր կոշիկ հագները դա մեծ բան է։ Երազում են գեղեցիկ կոշիկ հագնել, մենք մոռացել ենք գեղեցիկ կոշիկ հագնելու երազանքի մասին։ Նույնիսկ կանացի գեղեցկությունը դարձ սովորական բան։ Ինչ է, սիրուն կին է, այլ։ Այո, չէ, մի ժամանակ սիրուն կին էին տենում, սաղ կյանքում սիրարված էին մնում։ Այսօր կինը տեսնում ես սիրուն, այն մյուսը ավելի սիրուն, այն մյուսը ավելի սիրուն, ոչ չէ, ասենց խառնվել են իրար, որ կինն է ավելի սիրուն, ու մետ այսօր քնեն, կամ վաղը քնեն։ Ինչ, այդ գեղեցկությունը քնելու համար չէ, գեղեցկությունը մեծարելու համար է։ Մենք ինչ ենք անում, ոնց ենք վարվում գեղեցիկի հետ։ Դրա համար պատերազմներ է սկսվում, պես հասավ բանախնդիրը։ Ուծին կապ չեն էստեղ։ Մայդեն։ Լսի, երբ որ գեղեցիկը դառնում է սովորական երևույթ, լսի, գեղեցիկին պետք է պաշտել։ Մենք պաշտելն ենք մոռացել, ասում ենք, մենք չենք պաշտել ոչ մի բան։ Գեղեցիկը կատարյալը պետք է պաշտվի։ Իրանք է ստեղծված է, որ խոնարհվես իր առաջ, հիմա ոչ ոք չի խոնարհվում, մոռացել են, մարդիկ խոնարհվել են։ Ով է ում ձեռքը համբուրում։ Լսի, ես Հռոմի պապին տեսնում եմ, ես պետք է համբուրեմ իր ձեռքը։ Այսօր Հռոմի պապը չի ուզում, որ իր ձեռքը համբուրես։ Իրան թվում է մոդեռն կյանքը դա է, չէ, ես պետք է ես իր Հռոմի պապի ձեռքը չեմ համբուրում, ես համբուրում եմ այդ վեհապարությունը։ Այսօր վեհապարը դառել է բան, առևտրական բան, կաթողիկոսը, չգիտեմ, բիզնեսմեն, բան, դարձել է արդեն քաղաքական գործիչ։ Կաթողիկոսը ոնց կարող քաղաքական գործիչ դառնալ, չէ՞։ Լսի, սա խառնվել է իրեն, ինչի, սա ամեն ինչի գիտես որն է։ Երբ որ մոռացանք գեղեցիկը մեծարելը, խոնարհվելը, լսի, տղամարդը չի խոնարհվում, կնոջ άλλο, տղամարդը պետք է խոնարհվի։ Եվ կինը ջղանանում է դրանից եւ դառնում է կոնֆլիկտ։ Իսկ այդ կոնֆլիկտը հենց պատերազմն է։ Պատերազմները, բոլոր պատերազմները սկսում են դրանից։ Անարդարությունից, որտեղ գեղեցիկը ասում է ինձ պետք է սիրես, ինձ պետք է մեծարես, իսկ մեծարողը արհամարում է։ Ու սկսում է պատերազմ։ Արվեստագետը պետք է արվեստը դարձնի բարձրացակ արժեք։ Այսօր արվեստը բարձրացակ արժեք չի։ Այսօր փողն է բարձրացակ արժեք։ Այսօր իշխանությունն է, քաղաքականությունն է բարձրացակ արժեք։ Վիդիտիվի քաղաքականությունը դա բանն է, ծառայությունը ինձ, դա արժեք չի։ Արժեքը ես եմ։ Արժեքը մարդն է, մտածող մարդն է, արարող մարդն է։ Եվ բոլորը քաղաքական գործիչները պետք է ծառայեն արարող մարդուն։ Էս է իրականությունը։ Եվ չեն ծառայում արարող մարդիկ սկսում են ծառայել քաղաքականությանը։ Քաղաքականություններ տանում է իրենց դարձնում է բան, պուշիշնե միասը, ասինքն բան, զոհասեղանին դնում են այսօրվա արվեստագետներին։ Իմ հետ է պատահել։ Ես մի անգամ դա կոչվում է ֆլորենտական սինդրոմե դի Ֆիրենցե, որը որ հիվանդություն է արդեն դառնում, հոգեպես դու կապվում ես քաղաքի հետ։ Մի անգամ, այսինքն սինդրոմի իմաստն է, որ դու մի անգամ տեսար այդ քաղաքը եւ այնքան ես սիրահարվում, ոնց որ ամենագեղեցիկ կնոջն ես տեսել, դու սիրահարվում ես ու ամբողջ կյանքումդ սիրահարված ես։ Նույն ձևով Ֆլորենցիան է Վաշինգտոն։ Մի անգամ տեսնում ես Ֆլորենցիան, ամբողջ կյանքում երազում ես վերադառնալ Ֆլորենցիայի մոտ, որպես ամենագեղեցիկի մոտ, հասկանում ես, գեղեցիկի ուժն է դա։ Դրա համար այն է, դրա համար ասենք Միքելանջելոն, դրա համար Լեոնարդոն, Ռաֆայելը, Դոնատելլոն, Դանտեն, հենց իրանց Ֆլորենցիան ծնեց, ոչ թե իրանք ծնվեցին Ֆլորենցիայում։
Ֆլորենցիայի էներգիան այնքան մեծ էր, որ ծնեց այդ մեծությունների։ Այդ մի քաղաքը, որ փոքր քաղաք է, դες 250,000 մարդ ապրում այնտեղ։ Եվ ամբողջ աշխարհին սովորացրեց գեղեցիկը ինչ բան է։ Ով որ ուզում է գեղեցիկի հետ շփվի, գնում է Ֆլորենցիա։ Շտապօգնության գաղափարը ծնվել է Ֆլորենցիայում։ Հիվանդանոցի գաղափարը ստեղծվել է Ֆլորենցիայում, տղամարդկանց հիվանդանոց, կանանց հիվանդանոց, երեխաների հիվանդանոցը, առաջին որբանոցները Ֆլորենցիան, գիտեք ինչի համար եղավ ամեն ինչը, որովհետև իրանք սկսեցին գեղեցիկի ներդրել։ Այդ քաղաքը ստեղծվեց գեղեցիկով։ Դուք գիտեք որ Ֆլորենցիայում ծառ չկա օրինակ, ծառ։ Հա, քաղաքում ծառ չկա։ Պակասը չես տեսնում, գիտես ինչի, որովհետև գեղեցիկն է դա մարդկային ճարտարապետ, մարդկային բնություն է, մարդկային ճարտարապետություն է, ճարտարապետությունը և քանդակագործությունը քեզ ապահովում են մի հատ ուրիշ տարածություն, որտեղ դու կարիք չես ունենում արդեն բնության, որտեղ մարդը կարողացավ ստեղծել մարդկային բնությունը, որի անունը ճարտարապետություն է։ Ֆլորենցիան ստեղծվեց որպես իդեալական քաղաք։ Այսինքն քաղաք, որտեղ մարդը կզգա իրան երջանիկ։ Որից հետո սկսվեց արդեն մարդահասիրական բաներ, օրենքներ, օրենսդրություններ, որ ասում են, օրենքը պետք է լինի գեղեցիկ։ Եվ ասենք Ֆլորենցիայի բոլոր հարուստ մարդիկ դարձան բան, Misericordia differenza, իմիջիայլոց էսա, դերքից վրա է, Misericordia differenza, Misericordia նշանակում է գթասրտություն, ֆլորենտական գթասրտություն, որի անդամներից մեկը ես եմ։ Ես նաև Ֆլորենցիայի 40 ֆլորենտացիներից մեկն եմ, 40 ֆլորենտացիները դա արդեն 1270 թվականից մինչև այսօր 40 ֆլորենտացիների գոյություն ունեն, որոնք հետևում են Ֆլորենցիայի հոգևոր մշակութային բան, որոնցից մեկը ես եմ։ Այսօր ես 40 ֆլորենտացիներից մեկն եմ։ Ու այդ Misericordia-ն ստեղծվել է այդ իմաստով, այդ կապակցությամբ, գեղեցիկով։ Երբ որ ստեղծվում է գեղեցիկով եւ օրենքները պետք է համապատասխանեն գեղեցիկին եւ ճշմարիտին։ Այսինքն մարդասիրական օրենքներ։ Ֆլորենցիան 14-րդ դարում արդեն մերժեց բանը, մահապատիժը։ Այսինքն մարդասիրական օրենքներ, այսինքն մարդասիրական օրենքները ստեղծվում են գեղեցիկից։ Դրա համար այդ վերածնունդը ինչ է, գեղեցիկի ներկայություն, վերածնվեց մարդը, վերածնվեց Ֆլորենցիայում, այդ է մեծությունը։